Այլիս։ Բարի օր։ Շուտով ձյուն կգա։ Ձյունը կգա, կոտրվածքների սեզոնը կսկսվի։ Հակառակի պես հիվանդանոցնած սարի գլխի։ Ճամփեն սառած, մինչև բարձրանում եմ հոգիս դուրս է գալիս։ Մի անգամ տորմուզներս չբռնեց։ Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ոնց շրջվեցի հակառակ կողմը։ Ձեծ Դանիել, մի հարց տամ։ Դուր։ Ձեր բաժակը ինչու սենյակում չեք թողնում։ Ոչ գողանալուց եմ վախենում, ոչ էլ որ ուրիշը օգտագործի։ Բա էլ ինչ։ Սովորություն է։ Էստեղ բոլորը այդ հարցը տվել են, բացի մեկից, Դավիթից։ Դե էլ ուրիշով։ Քամինձյան տեղ անում։ Իա, բայց օրվա սկիզբը հուսադրող է, հա։ Էս ինչ է։ Կարկանդակ, կա ջեմով, կարտոֆիլով, մեր փերշիկով։ Ես կարտոֆիլով կուտեմ։ Բայց եթե ջեմը ծիրանի լիներ։ Ծիրանի էլ կա։ Ջաջրանի է։ Ու ես հրաշքը ընդամենը 2 հերթապահությունից հետո։ Սուտ է։ Ինչի։ Դե սովորաբար հենց համով բան ենք ուտում, Ալոյանը մի անգամից կանչ է տալիս։ Մամա տա բաղդասն է։ Ես։ Վերջ, մնաց մի հատ էլ լավ տղա են գտնում, ձյաձ Դանիելու պարծ։ Այ դա արդեն իմ գործն է։ Գերար։ 3-րդ բրիգադ։ Տղամարդ, իրեն շատ վատ է զգում։
Ստապօգնություն եք, Այո։ 3 տեր, Հա, փաստաթուղթ ունեք, Սա կլինի։ երևի, ներս եկեք։ Բայց կոշիկները թանեք, թե չէ մաման կջղայնանա։ Ասեմ, Շնորհակալություն։ Զինաթափվենք։ Հիվանդն ուր է։ եկեք։ Հիվանդը ուր է։ Իվան չկա։ Քիչ առաջ շտապօգնություն տղամարդ էր զանգել։ Ինքը որտեղ է։ Այստեղ է, ես եմ։ Ուրալոյանը, եկքան մարդու ձայնը, շփոթի ես երեխի ձայնի հետ, անկարելի բան է։ Հիմա։ Ալո, 03-ն է։ Ես ինչ շատ վատ եմ զգում։ Չգիտեմ, վատ եմ։ Շուտ եկեք, հասցեն Մոսկովյան 13։ Ալո, 03-ն է։ Ես ինչ շատ վատ եմ զգում, չգիտեմ, վատ եմ։ Շուտ եկեք, հասցեն Մոսկովյան 13։ Հիմա հասկացաք։ Էն էլ ոնց հասկացա։ Եկեք գնանք, թե չէ ձեռքերս քոր են գալիս։ Չէ, մի րոպե։ Եկեք սպասենք ծնողներին, թող գան ու տեսնեն, թե ինչով է զբաղվում իրենց երեխան։ Մենք էլ կնայենք, թե ոնց է նրան պատժում։ Լսի, դու ուրիշ զանգելու համար չգիտեիր։ Չէ, բայց հələ նայեք ինչեր գիտի։ Ինչ ապարատուրա ունի։ Բա, Բայց չգիտի էլի, որ կեղծ զանգի համար գլուխը չեն շոյելու։ Դու խաղում ես։ Իսկ եթե մենք հիմա ոստիկանություն կանչենք։ Լավ, գնացինք։ Հա։ Ինչ է պատահել, պատմի։ ապերիկ եմ ուզում։ Բալիկ ջան, մենք ինչ կապ ունենք։ Շտապօգնություն չեք ելում կանչեմ։ Չէ, ընդհանրապես տրամաբանական է։ Շարունակիր։ Մամաս ու պապաս ամբողջ օրը աշխատում են։ Դարեք են վարձել, որ մենակ չմնամ, բայց դա եկե ձանձրանում են։ Բա դայակը տուր է։ Հիվանդացել է։ Ու հենց տանը մենակ մնացիր, որոշեցի շտապօգնություն կանչել, հա։ Ահա։ Ասում ես ապերիկ ես ուզում, հա։ Ապերիկս որ տանը լիներ, մամաս սիվաս տուն կգար, որ նրան նայի։ Պապաս էլ շուտ տուն կգար, որ հետը խաղա։ Ձյաձ Դանիել, ինչ կասես։ Մտածում եմ, Մտածել պետք չէ, ես գիտեմ։ Նախ կասկածող էինք փնտրում։ Սկսիր, ստրատեկ։ Ստրատեկ բառի նշանակությունն էլ գիտեմ։ Վստահ եմ, սկսիր։ Եթե հիվանդանամ, եթե շատ լուրջ հիվանդանամ, մամաս ու պապաս սիտված տունը կմնան։ Սկսում եմ արդեն կռահել մտքերի ընթացքը, գիտես։ Ինչ հիվանդություն ես ընտրել։ Դրա համար եմ ձեզ կանչել։ Դուք ասեք, թե ինչպես ցույց տան, որ լուրջ հիվանդ է։ Լսի խելոք, բա որ բժիշկ կանչեն։ Դրա համար էլ եմ մտածել։ Այնպես արեք, որ դուք գաք ինձ բուժելու։ Դե դա էլ կարելի է կազմակերպել, բայց դե չես մտածել, որ ծնողներդ միայն շտապօգնությունով չեն սահմանափակվի։ Իսկ ես ոչ մեկին չեմ թողի մոտիկ ձեզնից բացի։ սա մեզ վրա խմբակային հանցանք էլ կհանի։ Հա, Լավ լսի, որ մեծանաս ինչ ես դառնալու։ սկզբում պրեզիդենտ,
Դու կդառնաս։ Իսկ հետո Յասմեն, մտածում եմ ինչ հարցնեմ, որ պատասխան չունենա։ ես գիտեմ, որ իմ հետ զրուցել է հետաքրքիր է, բայց հիմա դրա ժամանակը չէ, ասեք ինչ անեմ։ Նամակ գրի։ Նամակ 2 օրինակից։ Ու այդ 2 նամակներն էլ տանում ես դնում ես ծնողներիդ աշխատանքային սեղանին, աշխատանքային թղթերի հետ։ Դե ես ոնց հասկացա, իրանք ուշադրություն են դարձնում էլի աշխատանքային գործերին։ Մեկ էլ տեսար, նամակիդ էլ ընթացք տվեցին։ Նամակ։ Հա, ու նամակիդ վերջում էլ քեզ ես նկարում ապերիկիդ հետ միասին, ձեռք ձեռքի բռնած։ Բայց ինչ, վիզուալ էֆեկտը իմիջիայլոց շատ արդիական է։ Քանի սրա խելքին չեք ընկել լրիվ։ Գնանք։ Եկեք։ Դե լավ, ավել պակասի համար կներես։ Բայց մյուս անգամ առանց պատճառի շտապօգնություն չզանգես։ Թե չէ ես կզանգեմ ոստիկանություն։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Կանչի մեջ ինչ ես գրելու։ Պատկերացնում ես գրեմ 10-ամյա մանչուկին խորհուրդ տվեցինք, թե ինչպես ապերիկ ունենալ։ Հա, բայց ինչ կա, որ օրինակ ես կգրեի։ Ուրեմն հենց տենց էլ կգրենք։ Բայց ինչ դեմք էր, չէ։ Հանգիստ ապրել չես կարող էլի։ Այ, վախենում եմ հանգիստ ապրել։ Ասածս լուրջ չեն տունել։ Այս պայի համար եմ ասում։ Ալո, Սկսվեց։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շտապօգնություն կանչել եք։ Հա կանչել ենք։ Դուք ով եք։ Չի երևում, հա։ Պրեսենց շտապօգնություն է լինում։ Որ մի ժամ առաջ ձեզ եմ զանգել։ Հասկացա։ Անանցի։ Բարև ձեզ։ Դա ինչ բողոք ունեք։ Ասում է գլուխը սեղմում է, ոնց որ պրեսի տակ դրած լինի, այսպեսի բան չէ եղել։ Տենատ, իզուր էլ կանչել եք, մի քիչ պարկեի կանցներել։ Դե քանի եկել ենք, գուցե ինչ-որ բանով օգնենք։ Հա մեկներ էլի ձեզ օգնի։ Բայց ես մուշեղիչին եմ զանգում, թե ինքը գա։ Սկզբի համար կոճակները կանդենք։ Անողեր մինչև հիմա անեց։ Դուր անվա։ Ալո։ Բարև ձեզ։ Ստեփան Մուշեղիչին կարելի է։ Ասի որ Հենոյի տղեն է զանգում։ Բայց ոնց հարմար չի։ Արես սոքնացով է։ Հա։ Ըստ կտասած անջատես վրես։ Արդյոք դու սպասել եմ։ Դուրս գնա։ Է։ Գնա։ Արի։ Արի։ Գնա։
Շշեցիր, իմ փողերով վեր-վեր աթռնում։ Կներեք։ Ինչ ես ճնշում երեխուն, դարի երեխա է։ Մեկն էլ դու ես։ Ձենդ։ Ոնց է։ Ձեր ճնշումը մի քիչ բարձր է։ Պուլսն էլ արագ է խփում։ Նման բան էլ է եղել, հա։ Ես երբևիցե բժշկի չեմ դիմել։ Քարի պես առողջություն ունեմ։ Ես էլ բանա պատահել է, էլի։ Բանիտրոգլիցերինը լեզվի տակից խիչ ես հանում։ Ձենդ։ Ունենցարա մի 10 րոպե քեզ չտեսնեմ։ Ռուսաստանից լավ ընկերներ էին եկել։ Ռեստորանա, սաունա, խոշ, հասկանում ես էլի։ Մի լավ դեղտուր դրանով փակենք։ Հիմա կսրսկենք։ Աննա։ Ամեն դեպքում ես խորհուրդ եմ տալիս գնալ հիվանդանոց։ Չհասկացա։ Դե ձեր տարիքում խաշ, սաունա։ Իմ տարիքը ինչ տարիք է որ։ Չէ, ուզում եմ ասել, ձեր տարիքում պետք է ավելի զուսպ լինել։ Ինչ եք ասում։ Ինչ եմ։ Հիվանդանոցի։ Ձեր ասելով չի որ պետք է հիվանդանոց գնամ։ Հիմա կզանգեմ Մուշեղիչին, սա հարցերը կարգավորի։ Դեր ես չամադանն էլ Մուշեղիչ, ուր է սա ախպեր, են էծնով էր, քարտուղարույթ, դե իրան ասա, որ ում հետ տա խոսում, ինչ, ոնց։ Բժիշկ ոնց է։ Առաջին օգնությունը ցույց տվեցինք, Մուշեղիչն էլ հիմա կգա։ Մամ սրանց փողը տվիր։ Գայան ուր ես։ Աննա գնա հիմա կգամ։ Ինչ ես տենց նայում, ասեցի գնա հիմա կգամ։ Ինչի՞դ վրա ես տենց վստահ, հա։ Հիմա կասեմ։ Տիկին Գայան է, շտապ օգնություն կանչեք։ Ինչ, նախ ինքը սկսեց, երկրորդն էլ բան չկա, շուտով ուշքի կգա։ Տասներկուերորդ կանչն էր։
Մի քիչ կձգեմ, գնացեք հանգիստ հաց կերեք։ Ինչ է պատահել։ Ինչի ես կանգնել։ Ուղղակի։ Նորություն չկա։ Ինչ նորություն ես ուզում։ Հենց այնա, որ ոչ մի նորություն էլ չեմ ուզում։ Արդեն մի քանի ժամ անցել ու ոչ մի բողոք չկա։ Բայց ես համոզված եմ, այդ լկստվածը սուս մնացողը չի։ Անջան, դու ավելի լավ ձյաց Դանիելին կանչես մի կտոր հաց ուտենք, հա? Թե չէ առավոտվա կերածս եմ, մենակ այդ կարկանդակներն։ Ախր խփում էիր, գոնե հետո ուշքի բերեիր։ Դրան շատ կլիներ, հա? Իրանց այդ մուշեղի չաղովա, համ հորը կբուժի, համ էլ այդ տղուն, այդ լակոտին։ Նոր անեկդոտ եմ իմացել։ Շտապօգնության մեքենայի վարորդը շրջվում հիվանդին ասում է. «Կամաց գոռա, սիրենայի ձայնը չեմ լսում»։ Մենակ չասես, այդ անեկդոտի 100-ամյակը 3 ենք նշել։ Եղավ։ Պատկերացնում եք գորացել։ 3-րդ բրիգադ, մանկատուն, 9 տարեկան տղա, ընկել ոտքն է կոտրել։ Ամառն էլ էինք գնացել, չէ՞։ Հա, Մարիամիկն էր, աչքն էր բորբոքվել։ Ինձ որ մնար, այս մի բուր ժողովրդի մեջ ոչ պտի մանկատուն լիներ, ոչ էլ ծերանոց։ Ժողովրդի մեծն ու փոքրը ինչ նշանակություն ունի։ Մարդն է կարևոր։ Էն էլ քարանձավի ծեսկողում շատ չի փոխվել։ Մոդան չհաշված։ Կոտրված որ լինի, հիվանդանոց պիտի տեղափոխվի, չէ՞։ Հա, անպայման։ Ձյաց Դանիել, այս խաչմերուկը անցի մի րոպեով պայի, էլ է։
Զգուշեք։ Լավ է շուտ եկանք։ Ինչ ա եղել։ Դե տղաներ են էլի։ Դե ինչ պատմեմ։ Տղաներ են, բազուզել են ընկել։ Մեր Վարդանն է, շատ լավ երեխա է։ Հիմա կտեսնեք ինքները։ Կասկածում եմ կոտրվածքներին։ Հիմա կստուգ եմ։ Խնդրեմ այս կողմ։ Վարդան ջան, բժիշկը եկավ։ Հիմա կնայի, ամեն ինչ լավ կլինի։ Դու գնա, Անուշկի ատամը ցավում է, դες ինչ ես անում։ Լավ, ձեզ չխանգարեմ, էստեղ եմ։ Պետք լինեմ կանչեք։ Շնորհակալ եմ։ Վարդան ջան, Վարդան ջան, բարև։ Բարև։ Ես բժիշկ Դավիթն եմ։ Ինքը մեր բուժքույրն է, Աննան։ Բարև։ Բարև։ Ինչ ա եղել, ինչ տա ցավում։ Խաղում էինք, ընկա։ Սկզբից չէր ցավում, հետո սկսեց ցավել։ Լավ։ Էստեղ ցավում է։ Հա։ Էստեղ։ Հա։ Իսկ էստեղ։ Ախ, Մի հատ ոտքիդ մատները շարժիր, հա։ Նորից փորձիր։ Որսը։ կոտրվել է։ Հիմա քեզ հիվանդանոց կտանենք, այնտեղ կնկարեն ու նոր բարձ կլինի, կոտրվել է թե ոչ։ Բայց միջև տանելը, որպեսզի ոտքը չցավա, կֆիքսենք իրան, լավ։ Աննա, ցավազրկող։ Դու սրսկումներից չես վախենում, չէ՞։ Հը, ես ոչ մի բանից չեմ վախենում։ Հիմա կստուգենք։ Վերջ։ Կեցես Վարդան ջան։ Սա քեզ մրցանակ։ Շնորհակալություն։ Սա էլ քեզ քաղցր մրցանակ։ Շնորհակալություն։ Վերջ, մնաց ոտքն է ֆիքսենք ու գնանք։ Լավ, Ինչքան կմնամ գիպսի մեջ։ ամենաքիչը մի ամիս։ Տենց էլ գիտեի։ Ընկեր Մուրադյանը խոստացել էր տոնածառի բացմանը տաներ։ Ուրեմն չեմ գնա։ Բագրատն ասում է, որ տոնածառի մոտ ինչ միտքը դրես, այդ տարի լինում է։ Ինչ խնդիր կա, քեզ կարող են ձեռքի վրա վերցնել, տանել, նստացնել ավտոմեքենան։ Մեր գազելը փոքր է, առանց էդ էլ լեղվածք է։ Ես իմ ոտքով լիքը տեղ կգրավեմ։ Իմ տեղը մեզից երկուսը կարող են գնալ։ Ոչինչ, մի ստալի։ Կարելի է կարկանդակները Բագրատին տամ։ Նա քաղցր ինձից շատ է սիրում։ Հա իհարկե կարելի է։ Բագրատը ընկերդ է։ Հա,
Բագրատն ասում է, որ երեխաները երկու տեսակ են լինում։ Շատը մամա-պապային ունենում, իսկ մեծ նմանները իրենք են ծնվում, առանց մամա-պապայի։ Դու գիտեի դրա մասին։ Չէ։ Որովհետև դու մամա-պապա ունես։ Գիպսը ցավացնում է։ Ինչ։ Գիպսը ցավացնում է։ Չէ։ Չի ցավացնում։ Ապեր ասում ես, երբ պետք է գնաք տոնածառ։ Դեկտեմբերի 25-ին։ Դու այդ օրը անպայման կգնաս։ Ես դա քեզ խոստանում եմ։ Դու ես կտրել։ Կարող եմ քեզ ժամով դուրս գալ։